Միջամտություն Հայաստանի ներքին գործերին թե ժողովրդավարության պաշտպանություն, իշխանությունն ու ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանին տրամադրվող Եվրամիության աջակցության վերաբերյալ տրամագծորեն հակառակ դիրքորոշումներն են հայտնում։ Good morning everybody. Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը երեկ հայտնեց. Երևանը 2026-ի ընտրություններից առաջ Բրյուսելից աջակցություն է խնդրել արտաքին միջամտության դեմ պայքարի համար։ Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ շատ մանրամասներ չէր հայտնել։ Արդեն այսօր ընդդիմադիրների քննադատության ֆոնին արտաքին գերատեսչության խոսնակն է Armenpress-ին հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը ներառում է նաև ընտրական գործընթացը։ Բացառություն չէ, ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը, Եվրամիության աջակցությունը, հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։ Համապատասխանաբար, այո, կան այդ ուղղությամբ համատեղ քննարկումների արդյունքում ձևավորված նախաձեռնություններ, որոնց շուրջ որոշումների կայացման պարագայում հանրությունը պատշաճ կտեղեկացվի։ Այլ մանրամասներ արտգործնախարարության խոսնակը չի հայտնել, ինչ հիբրիդային սպառնալիքների մասին է խոսքը եւ որ երկրից կամ երկրներից են դրանք գալիս։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին հարցը զարմացնում է։ Ըստ նրա, սպառնալիքները շատ ակնհայտ են։ Օրինակ, ասում է, կայքեր են բացվում, կեղծ լուրեր տարածվում։ Արտաքին միջամտությունը սա է, որի դեմ պայքարի համար իշխանությունը դիմել է Եվրամիության օգնությանը։ Կարող է լինել, չգիտեմ, ապօրինի ֆինանսների օգտագործում։ Ինչ կա, որ հիմա ռեալ անհանգստացնում է։ Ախր հարցը անհանգստացնել, չանհանգստացնելու մասին չի։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում են։ Իշխանությունը Ռուսաստանից վտանգներ տեսնում է, Ռուբեն Ռուբինյանը կոնկրետ երկրի անուն չտվեց։ Իսկ համաձայն են Եվրամիության պաշտոնյաների, այդ թվում Գերմանիայի կանցլերի եւ ԵՄ արտգործնախարարի հետ, որ արտաքին միջամտությունը Ռուսաստանից է գալիս։ Ռուսաստանը եւ նրա պրոքսիները արդեն իսկ ակտիվացնում են ապատեղեկատվական արշավները Հայաստանում հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք տեսել էին գործի դրված Մոլդովայում, այսինքն ձեռագիրը նույնն է։ Եվրոպական միության ֆինանսավորումը կներառի նաև օտար երկրյա միջամտությունների հայտնաբերումը, վերլուծությունը եւ դրանց արձագանքը։ Օրինակ Եվրամիությունից ասում են Ռուսաստանից, կիսում եք իրենց։ Ես չեմ լսել, որ իրենք այդպիսի բան ասեն։ Գերմանիայի Ես ասում եմ ցանկացած արտաքին միջամտության փորձ։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ղեկավարին իշխանության հիմնավորումները չեն համոզել։ Հայկ Մամիջանյանն ասաց, իրենց խմբակցությունը սա համարում է ուղիղ միջամտություն երկրի ներքին գործերին։ Ընտրական գործընթացի համար անհասկանալի տրամաբանության մեջ ինչ հիբրիդային պատերազմ, ինչ արտաքին ազդեցություն։ Եթե իրենք արտաքին ազդեցություն ասելով նկատի ունեն, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կազմակերպում է մի մարդ, ով ցանկալի է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, նկատի ունեն Փաշինյանին, ապա այո, այդ տրամաբանության մեջ առկա է Հայաստանում արտաքին ներգործություն։ Ցանկացած այլ տրամաբանություն ես չեմ հասկանում։ Միջամտության հարց չի կարող լինել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, որովհետեւ սա փորձի փոխանակման շրջանակներում է տեղի ունենում, իսկ ընդդիմադիր գործընկերներին ներքին միջամտության տեսանկյունից ես կուզենայի, որ դուք հարցնեիք արդյոք օրինակ ռուսաստանցի օլիգարխի միջամտությունը Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, ինչ գնահատական դրան կտան արդյոք եւ մի շարք այլ երկրների քաղաքացի է։ Պակաս սուրճ են արձագանքել նաև արտախորհրդարանական ընդդիմությունից։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պնդել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշում է պրոքսի պատերազմի մեջ։ Փաշինյանը փաստորեն իր բոլոր ընդդիմախոսներին հայտարարում է Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի զինվորներ եւ Եվրոպայի աջակցությունն է խնդրում նույնպիսի հակաժողովրդավարական գործողությունների համար։ Սա աննախադեպ խայտառակություն է, եթե ոչ պետական դավաճանություն։ Լևոն Զուրաբյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը կեղծ մեղադրանքներ ներկայացնելով ընդդիմությանը Եվրամիությունից կանաչ լույս է ակնկալում ընտրությունների արդյունքները կեղծելու ծրագրի իրականացման համար։ Նման դիրքորոշում ունի նաև հանրապետական Հայկ Մամիջանյանը։ Հայաստանում կա շուրջ 50 քաղբանտարկյալ,
որոնց եւ մեզ ներառյալ անդադար փորձում են մեղադրել ինչ-որ արտաքին կապերի հետ կապված, բայց նշվածներից ոչ մեկի նկատմամբ նման հոդված հարուցած չկա։ Նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ով հիմա ապօրինաբար որպես քաղբանտարկյալ շինծու հոդվածով անազատության մեջ են, նույնիսկ իրանց համար կարվել են այլ հոդվածներ, իրանց համար չի գրվել որ ինչ-որ արտաքին ներգործություն եւ այլն։ Փաշինյանը տենց էլ չի հասկանում, որ ինքը այլևս ծախու խմբագիր չի։ Թե Եվրամիությունը երբ կհատկացնի խոստացված 12 միլիոն եվրոն եւ ինչ ծրագրերում դա կօգտագործվի, ովքեր կլինեն շահառուները, առայժմ չի հայտարարվել։